Իհարկե այսօր աշխարհի բոլոր կողմերում բոլոր քրիստոնյաները հավաքվում են տոնելու Հիսուս Քրիստոսի հարությունը։ Մենք մեզ համար, քրիստոնյաների համար, մենք գիտենք, որ Հիսուսի հարությունը քրիստոնեության հիմնաքարն է, ավետարանի սիրտն է։ Եթե հարություն չկա, ավետարանչություն չկա, քրիստոնեություն չկա։ Շատերը տոնում են զատիկը, որը որևէ մի ազդեցություն չի թողնում իրանց վրա։ Ուղղակի տոնակատարություն, ուրախություն, դրանից հետո արդեն մոռանում են մինչև գալիք տարին, որպեսզի նորից տոնեն։ Եվ իհարկե շատերի մոտ հարցեր է առաջանում։ Հիսուսը հարություն առավ, ուրեմն ինչ։ Ինչ է դա նշանակում։ Ինչ կապ ունի ինձ համար։ Եվ ուրիշ հարցեր, ինչ պատճառով նա հարություն առավ, որն է դրա նպատակը, որն է, ինչ է դա արել ինձ համար։ Հարության պատճառներն ինչ են, ինչ նշանակություն ունի Հիսուսի հարությունը։ Եվ այս բոլոր հարցերը առաջանում են այն մարդկանց կողմից, որ չգիտեն, թե իսկապես հարությունը ինչ էր։ Ինչի համար Հիսուս պետք է գար, մահանար, կատարյալ կյանք ապրելով, մահանար, խաչվեր, չարչարվեր, արյուն թափեր եւ հարություն առներ գնար։ Իսկ մենք մնացինք առանց Քրիստոսի, հետո ինչ կատարվեց մեզ հետ։ Իհարկե հարությունը դրանով չի վերջանում Հիսուսի գնալով։ Եվ կտեսնենք այսօր, թե ինչ նշանակություն ուներ Հիսուսի հարությունը, ինչ պատճառներ ուներ Հիսուսի հարությունը։ Եվ նայելու են 4 պատճառներ Հիսուսի հարության։ Առաջինը, Հիսուսի հարությունը մեծ նշանակություն ունի իր հոր հետ կապված։ Նայեք Հովհաննես ավետարան 17-րդ գլուխ 11-րդ համարը։ Հովհաննես 17:11։ Եվ հիմա ես այլևս աշխարհում չեմ, բայց սրանք աշխարհում են, եւ ես քեզ եմ գալիս, ով Սուրբ Հայր, քո անունով պահիր նրանց, որոնց դա ինձ տվեցիր, որ նրանք մեկ լինեն, ինչպես մենք ենք։ Սա իհարկե մեր Տիրոջ աղոթքն է վերջի գիշերը, հինգշաբթի գիշերը աշակերտների հետ Գեթսեմանի պարտեզում իր վերջի աղոթքն անում, գիտենք, որ դրանից հետո առավոտ շուտ նրան խաչելու էին։ Նրան տարա չարչարելու էին եւ խաչելու էին։ Բայց մինչև այդ ինքը աղոթք անում հորը, որպեսի պատրաստվի խաչելության, որովհետև դա մեծ տառապանք էր իր համար։ Եվ բոլորդ էլ գիտեք, որ նրա կողքին խաչվել էին 2 ավազակներ, եւ պատմությունը երևի շատերը գիտեք, բայց կարևորը որ Հիսուս աղոթում էր իր համար։ Ինչի էր աղոթում իր համար, որովհետև նա վերցնելու էր իր վրա բոլոր մարդկանց մեղքերը, ովքեր իրան պետք է հավատային։ Բոլորի մեղքերը պետք է վերցներ իր վրա եւ վճարեր նրանց պարտքը, որ այդ մարդիկ պարտք ունեին Աստծուն, մեղքի վարձը մահ էր։ Եվ Հիսուս պետք է մահանար բոլորի համար, ովքեր որ նրան հավատալու էին, եւ հոր բարկությունը, որ այդ բոլոր հավատացյալների վրա էր, պետք է թափվեր Քրիստոսի վրա։ Եվ դա ահարելի բան էր։ Մենք երբեք չենք կարող պատկերացնել, թե ինչպիսի տառապանք Հիսուսը կրեց խաչի վրա։ Դրա համար էլ վերջի գիշերը ինքը աղոթք է անում եւ ասում է հորը, որ ես քեզ մոտ եմ գալիս։ Դեռ չխացված ինքը գիտեր ինչա լինելու իրան։ Պետք է խաչվեր, պետք է մահանար,
թաղվեր, երրորդ օրը հարություն առներ եւ գնար այնտեղ, որտեղից որ եկել էր։ Հիսուսի ծառայությունը, ինչպես գիտենք, վերջացավ անցյալ շաբաթ, մինչև հինգշաբթի ուրբաթ օրը, մինչև իր խաչվելը, իր ծառայությունը վերջացավ, դրանից հետո մնում էր իր մահը, հարությունը եւ համբարձումը։ Եվ դրանից հետո Հիսուս վերադառնալու է հոր մոտ։ Ամեն ինչ ավարտելու է։ Հիսուսի հարությունը ճանապարհ էր գնալու հոր մոտ, որովհետև դա իր նպատակն էր, որ վերադառնար որտեղից որ եկել էր, իր փառքին։ Ինչ նշանակություն ունի իր վերադառնալը։ Նայելու ենք երկու բան, երկու նշանակություն, թե ինչ նշանակություն ունի իր վերադառնալը դեպի հորը։ Առաջինը նա վերադառնում էր հորը փառավորելու համար։ Պետք է գնար, որ հայրը փառավորվեր։ Տեսեք Հովհաննես նույն 17-րդ գլուխ 4-րդ եւ 5-րդ համարները ինչ է ասում Հիսուս Քրիստոսը։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա, ես կատարեցի այն գործը, որ դու ինձ տվեցիր անելու։ Եվ հիմա ով հայր, քեզանով փառավորիր ինձ, այն փառքով, որ ես ունեի քեզ հետ աշխարհի լինելուց առաջ։ Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս մինչև իր ծնվելը նա Աստված էր եւ նա երկնքում էր փառավորված։ Իր փառքը թողեց, եկավ աշխարհ, մարդու կերպարանք վերցրեց, ապրեց, չարչարվեց, մահացավ, խաչվեց, հարություն արավ եւ հիմա վերադառնալու է հոր մոտ իր փառքին։ Եվ միևնույն ժամանակ նա փառավորելու է հորը։ Եվ դրա համար ասում է, որ ես փառավորում եմ քեզ իմ կատարած գործով։ Ինչ որ հայրը ծրագրել էր Հիսուս Քրիստոսին, որ պետք է կատարեր, նա կատարեց կատարյալ ձևով եւ հայրը փառավորվեց դրանով։ Կատարեց հոր կամքը։ Մենք գիտենք, որ երրորդության մեջ միություն կա։ Գիտենք, որ ունենք մեկ ճշմարիտ Աստված, որի մեջ կա 3 անձեր։ Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Եվ Հիսուս ասեց, որ ես գալու եմ քո մոտ, հորը ասեց, որովհետև նա պետք է մտներ նորից այդ հարաբերության մեջ, երրորդության ընկերակցության մեջ։ Գիտենք, որ խաչի վրա եկավ ժամանակ, որ հայրը հեռացավ իր որդուց, երեսը թեքեց Հիսուսից, որովհետև չկարողացավ հայրը նայել իր զավակի վրա դրված այդ բոլոր բեղկերը եւ իր բարկությունը։ Հայրը նրան թողեց մի փոքր ժամանակ եւ տեսնում եք, որ այստեղ Հիսուս աղոթում է եւ հարություն է ուզում առնի, որպեսզի գնա եւ հորը փառավորի իր հարությամբ։ Երկրորդ կետը, որ նա վերադառնում էր հոր խոսքը հաստատելու համար։ Տեսեք Գործք Առաքելոս 13 գլուխ 32-ից 34 համարներում ինչ է գրված դրա մասին, թե ինչ խոսք ուներ հայրը, որ նա Հիսուս որ պետք է կատարեր հաստատեր հոր խոսքերը։ Եվ մենք ձեզ ավետարանում ենք հայրերին տրված խոստումը, քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ Սաղմոսում, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ, եւ որ բերեներիս նրան հարություն տվեց, ու այլևս ապականության չի դառնալու, այսպես ասած, ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին։ Ուրեմն, Աստված խոստացել էր 5 տակարանում, Սաղմոս 2-ում, 7-րդ համարում, իր խոսքն էր, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ Աստված ինչ որ խոստացել էր, Հիսուս կատարեց։ Այդտեղ տեսնում ենք Սաղմոսում, որ Հայր Աստված մարգարեություն է անում Քրիստոսի մասին։ Սաղմոս 2-7-րդ համարում։ Հարություն արավ Հիսուս մեռելներից, որպեսզի հաստատի Աստծո խոսքը, իր հոր խոսքը։ Ուրեմն մենք տեսանք
հարության պատճառի առաջի պատճառը, որ Հիսուսի հարությունը մեծ նշանակություն ուներ իր հոր հետ կապված։ Հիմա նայենք երկրորդ պատճառը հարության։ Երկրորդը Հիսուսի հարությունը մեծ նշանակություն ունի Սուրբ Հոգու հետ կապված։ Ոչ թե միայն հոր հետ, այլ Սուրբ Հոգու հետ կապված։ Նույն գործ Առաքելոցում կարդանք երկրորդ գլխի 32 եւ 33 համարները։ Այս Հիսուսին, սա Պետրոս Առաքյալի քարոզն է, երբ որ ստացավ Սուրբ Հոգին, սկսեց քարոզել։ Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկայենք։ Արդ Աստծո զորությամբ բարձրանալով, որից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, եւ դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ Ինչ էին նրանք տեսնում ու լսում։ Սուրբ Հոգու գալուստը։ Սուրբ Հոգու գալուստը։ Հիսուս պետք է գնար հարություն առներ, որպեսզի Սուրբ Հոգին գար։ Ինչպես գիտենք, Հովհաննես 16:7 գրված է նրա մասին։ Հովհաննես Առաքյալը գրել է, որ Հիսուսի խոսքերից, որ ես պետք է գնամ հոր մոտ, գնամ, որպեսզի ուղարկեմ Սուրբ Հոգին ձեզ մոտ։ Ուրեմն, եթե հարություն չառներ Հիսուս Քրիստոս, Հոգի չէր գար։ Եթե հարություն չկա, համբարձում չկա։ Եթե համբարձում չլիներ, փառավորում չէր լինի։ Եթե փառավորում չէր լինի, Սուրբ Հոգին չէր գա աշխարհ։ Իսկ ինչու է Սուրբ Հոգու գալը այդքան կարևոր։ Այդքան կարևոր է, որ պետք է Սուրբ Հոգի գա։ Այո, առաջինը մենք կտեսնենք վկայելու Հիսուսի մասին։ Սուրբ Հոգին պետք է գար, որպեսզի վկայեր Քրիստոսի մասին։ Եթե նայենք Հովհաննես Ավետարանի 15-րդ գլուխ 26-րդ համարում, մենք կարդում ենք. Երբ Մխիթարիչը գա, որին ես հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։ Ուրեմն, Հիսուս Քրիստոս պետք է գնա, որպեսզի Սուրբ Հոգին գար եւ վկայեր մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին։ Եվ երբ որ մենք ստանում ենք այդ վկայությունը, մենք էլ ենք վկայում Քրիստոսի մասին մարդկանց, չէ՞, երբ որ ավետարան ենք տալիս, մենք վկայություն ենք տալիս Քրիստոսի մասին։ Ուրեմն սա է, որ պատճառը, որ պետք է Հիսուս Քրիստոս գնար, հարություն առներ, գնար հոր մոտ, որ Սուրբ Հոգին գար եւ վկայություն տար Քրիստոսի մասին։ Ուրեմն, եթե հարություն չլիներ, Սուրբ Հոգին չէր գա, եւ եթե Սուրբ Հոգին չգար, մենք չէինք կարող Հիսուս Քրիստոսի մասին վկայել։ Ինչու էր կարևոր Սուրբ Հոգու գալուստը։ Երկրորդ պատճառը, որ դատապարտելու անհավատներին։ Նույն Հովհաննես Ավետարանի 16-րդ գլուխ 8-րդ համարում մենք կարդում ենք հետևյալը. Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության եւ դատաստանի համար։ Այո, Սուրբ Հոգին է, որ մարդկանց դատապարտելու է, որ մարդկանց վկայություն է տալիս Քրիստոսի մասին։ Ով որ չի հավատում, նրանք արդեն դատապարտված են։ Ուրեմն Սուրբ Հոգին դատապարտելու է թե մեղքի համար, թե արդարության համար եւ թե դատաստանի համար։ Ամեն ինչի համար Սուրբ Հոգին է, որ վկայություն է տալիս եւ դատապարտելու է բոլոր նրանց, ովքեր մերժելու են Քրիստոսի ավետարանը։ Ուրեմն մինչև անգամ ավետարանցությունն էլ, որ մենք անում ենք, կախված է Սուրբ Հոգու գալուստից։ Եթե Սուրբ Հոգին չգար, մենք ոչ մի բան չենք իմանա Քրիստոսի մասին, մենք չենք կարող ավետարանը տալ։ Ուրեմն Սուրբ Հոգու գալուստը կախված է, որ Հիսուս Քրիստոս պետք է հարություն առներ, համբարձեր, գնար, որպեսզի Սուրբ Հոգին գար եւ վկայություն աներ Քրիստոսի մասին։ Երրորդը, թե ինչի համար Սուրբ Հոգին պետք է գար, դա առաքյալների սովորեցնելու համար էր։
Երկրորդ Պետրոս 1:22-1:21-ում կարդում ենք հետևյալը. որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ նշնչվելով Սուրբ Հոգուց, Սուրբ մարդիկ արժանի եղան Աստծո կողմից խոսելու։ Ուրեմն, եթե Սուրբ Հոգին չլիներ, մենք այսօր ավետարան չէինք ունենա, Աստծո խոսքը չէինք ունենա, որտեղ ինչպես գիտենք, որ սրանք այս խոսքերը մարդու գրած խոսքեր չեն միայն։ Այո, մարդն է գրել, բայց ներշնչված Սուրբ Հոգու միջոցով։ Սուրբ Հոգին ներշնչեց նրանց, որ գրեն այս խոսքերը։ Ուրեմն, եթե Սուրբ Հոգին չկար, չէինք ունենա Աստծո խոսքը։ Երևի կունենայինք մարդկանց խոսքեր, որոնց վրա մենք չէինք կարող վստահել։ Բայց գիտենք, որ սա Աստծո կատարյալ ճշմարտությունն է, որը ներշնչված է Սուրբ Հոգու միջոցով։ Եվ չորրորդ պատճառը, որ ինչի կարևոր է, որ Սուրբ Հոգին գար, դա բնակվելու եկեղեցում։ Տեսեք Հովհաննու 14-րդ գլուխ 16-17 համարների ինչ ասում դրա մասին։ Եվ ես հորը կխնդրեմ, եւ ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի։ Ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում եւ չի ճանաչում, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Առաջի անգամն է քրիստոնեության եւ աշխարհի պատմության մեջ, որ Սուրբ Հոգին գալու է եւ լինելու է ոչ թե միայն մեր հետ, այլ եւ մեր մեջ։ Մինչև այդ ժամանակ Սուրբ Հոգին ոչ մեկի մեջ չէր։ Սուրբ Հոգին եղել է մարդկանց հետ, մարգարեների հետ, առաքյալների հետ, բայց իրանց մեջ չէր եղել, մինչև որ իր գալուստի ժամանակ։ Ուրեմն, սա էր, որ պետք է Հոգին գար եւ մտներ մարդկանց մեջ, որպեսզի մարդիկ վերստին ծնվեին։ Այո։ Առանց Սուրբ Հոգու վերստին ծնունդ չի լինի, հավատք չի լինի։ Ուրեմն Սուրբ Հոգին պետք է գար բնակվեր մարդկանց մեջ, խրատեր մարդկանց, զորացներ մարդկանց։ Եվ դա արդեն եկեղեցին էր։ Ուրեմն պետք է, որ Սուրբ Հոգին գար եւ բնակվեր եկեղեցու մեջ։ Ուրեմն մենք տեսանք հարության երկու պատճառները, որ մեծ նշանակություն ուներ Հիսուսի համար իր հոր հետ կապված, Հոգու հետ կապված։ Երրորդ կետը մենք տեսնում ենք, որ Հիսուսի հարությունը մեծ նշանակություն ունի իր ժողովրդի հետ կապված, այսինքն հավատացյալների հետ կապված։ Եթե նայենք Հռոմեացիներից նամակը 4-րդ գլուխ 24-ից 25 համարներում, ինչ ենք տեսնում։ Այլ եւ մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն արավ մեզ արդարացնելու համար։ Տեսնում ենք, որ սա էլ ուրիշ պատճառ է, որ հարությունը պետք է լիներ, որպեսզի մեր հանցանքները ներվեր, մենք ներվեինք եւ միևնույն ժամանակ մենք արդարանայինք Հիսուս Քրիստոսի արդարությամբ։ Դրա համար շատ կարևոր է, որ Հիսուս Քրիստոս պետք է հարություն առներ։ Եվ իր հարություն առնելով մեզ ազատեց մեղքի իշխանությունից, մեզ կյանք տվեց, մեզ համար տեղ է պատրաստում հիմա երկնքում, զորություն է տալիս մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր կյանքը ապրել, բարեխոսում է եւ միջնորդում է մեզ համար երկնքում։ Ամեն մարդ, ով ծնվել է Աստծուց, Քրիստոսի մարմնի նման, փառավորված մարմին կստանա իր հարության պահին։ Ամեն մարդ, ով որ ունի Սուրբ Հոգին, ունի վերստին ծնունդ, մահանալուց հետո նա լինելու է երկնքում եւ ստանալու է փառավորյալ մարմին։ Չորրորդ պատճառը, որ
Հիսուս պետք է հարություն առներ, դա Հիսուսի հարությունը մեծ նշանակություն ունի նրա մերժողների հետ կապված։ Ովքեր են մերժողները։ Վերջում գիտենք Հայտնության գրքից առաջի գլուխ 7-րդ համարում, որ Հիսուս գալու է երկրորդ անգամ եւ դատելու է բոլոր նրանց, ովքեր նրան մերժել են։ Նա վերադառնալու է, որոշելու է ամեն մեկի ճակատագիրը, վերջնական ճակատագիրը բոլոր նրանց, ովքեր մերժել են նրան, լինելու է մերժողների դատավորը Հիսուս Քրիստոս։ Ուրեմն հարությունը պատմության ամենախորը իրադարձությունն էր։ Դա ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրը եւ շատերը կարծում են, որ վերջում կլինի իր ճակատագիրը, ինչ որ Աստվածա որոշել, վերջում կիմանան, բայց այդպես չէ։ Մենք հիմա գիտենք մեր ճակատագիրը ինչ է լինելու։ Աստված ասել է շատ պարզ եւ համարյա ամեն մարդ գիտի Հովաննու 3:16-ում, թե Աստված ինչ է ասել, որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա։ Ամեն մարդ գիտի իր ճակատագիրը ինչ է լինելու։ Եթե հավատում է Հիսուս Քրիստոսին, գիտի, որ վերջում լինելու է դրախտում Հիսուս Քրիստոսի հետ։ Տեսեք առաջի Կորինթացիների 15 գլուխ 13 եւ 13-ից 15 համարները ինչ են ասում հարության մասին։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 13-ից 15։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոսը հարություն չի արել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի արել, ուրեմն քարոզչությունը ունայն է եւ ձեր հավատը իզուր է։ Ու մենք էլ դառնում ենք Աստծո սուրբ վկաները, քանի որ Աստծո մասին վկայություն տվեցինք, թե Քրիստոսին հարություն տվեց։ Մենք երբ որ վկայում ենք մարդկանց ավետարանը տալիս ենք, մենք չպետք է բաց թողնենք Հիսուսի հարությունը։ Եթե հարություն չկա, Հիսուսը կեղծեր, մեր քարոզչությունն էլ է կեղծ։ Ուրեմն քրիստոնեություն չի լինի առանց հարության։ Նրա համար շատ կարևոր է հարությունը հասկանալը, թե ինչու համար պետք է Հիսուս Քրիստոս հարություն առներ։ Մեծ նշանակություն ուներ իր հոր հետ կապված, Սուրբ Հոգու հետ կապված, հավատացյալների հետ կապված եւ իր մերժողների հետ կապված։ Ուրեմն սիրելիներ, չմոռանանք, որ շատ կարևոր է մենք ամեն մեկս մեզ քննենք։ Արդյոք մենք ունենք Սուրբ Հոգին, արդյոք մենք ունենք հավատ Քրիստոսի հանդեպ, արդյոք հավատում ենք, որ իսկապես Հիսուս Քրիստոս հարություն է արել։ Ամեն մարդ պետք է ինքը իրան քննի եւ իմանա իր ճակատագիրը, որովհետեւ վերջում դատաստանի ժամանակ էլ չկա առիթը, որ մարդիկ ապաշխարեն կամ դառնան Քրիստոսին։ Արդեն կլինի դատաստանի ժամանակը։ Ուրեմն շատ կարևոր է, որ հիբիկվանից մտածենք դրա մասին։ Եթե չունենք Սուրբ Հոգին, աղոթենք Աստծուն, խնդրենք Աստծուն, թող իր ողորմությունը ցույց տա մեր հանդեպ, թող իր սերը ցույց տա մեր հանդեպ, որպեսզի մենք ստանանք հավատ իր միջոցով եւ դառնանք իրան, ապաշխարենք, որպեսզի երբ որ գա ժամանակը, երբ մենք մեռնենք, իհարկե մահը նշանակում է մարմնի եւ հոգու բաժանումը։ Մարմինը հող է դառնում, իսկ հոգին գնալու է կամ դրախտ կամ դժոխք։ Եթե ունեք Քրիստոսը, ունեք Սուրբ Հոգին, դուք կլինեք երկնքում Քրիստոսի հետ հավիտյանս հավիտենից։ Եկեք աղոթենք։ Մեր եկնավոր Հայրը, փառք ենք քեզ տալիս այս հիանալի խոսքի համար,
Շնորհակալ ենք հարությանը համար, շնորհակալ ենք, որ դու մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին հարություն տվեցիր, նրան բարձրացրեցիր քո մոտ, նրան տվեցիր Տեր անունը, որ ամեն մի ծունկ պիտի դավանի, որ նա Տեր է։ Շնորհակալ ենք այսօրվա համար, որ այսօրը տվեցիր մեզ, որպեսզի ամեն կիրակի, երբ հավաքվենք, միասնաբար հիշենք մեր Տիրոջը որպես աշխարհի միակ փրկիչը։ Փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է, ուրիշ փրկիչ չկա, ուրիշ փրկություն չկա, ուրիշ ճանապարհ չկա։ Նա ասաց, որ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի կարող հորս մոտ գալ բացի ինձանով։ Փառք ենք ես տալիս այդ հիանալի գործի համար, այդ հրաշքի համար եւ խնդրում ենք, որ դու փառավորվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։